Ինչ կարծիք եք, քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրենքներ կուզեն ընդունեն, սա ճիշտ օրենք է, թե սխալ։ Շատ կարևոր է ձեր կարծիքը, դրա համար խնդրեմ գրեք եւ միևնույն ժամանակ մի մոռացեք բաժանորդագրվել եւ հավանել այս տեսանյութին։ Գնացինք, նախ ուզում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի հատ հարց տամ, մինչեւ քրեական ենթամշակույթի հետ կապված խնդրին անդրադառնալը, ուզում եմ մի հատ հարց տամ։ Պարոն Նիկոլ Փաշինյան, դուք ճնշումների արդյունքում իշխանությունը զավթեցիք Գյումրիում, ձեր քաղաքական թիմը բերեց Սարիկ Մինասյանին նստեցրավ համայնքապետարանի 3-րդ հարկում Վարդգես Սամսոնյանի նախկինում զբաղեցրած աթոռին։ Լավ ելիք, Յանի լավ ելիք։ Հիմա հարց, դուք ձեր նպատակին հասել եք արդեն։ Շինց ու քրեական գործով Խաչիկ Բալասանյանին, Ջանոյան Սուրենին, տնային կալանքի տակ պահելու իմաստը ո՞րն է։ Երբ որ դուք ձեր ուզածին հասել եք քաղաքապետարանի 3-րդ հարկում նստած է ձեր Սարիգը, իմաստը ո՞րն է մարդկանց գերի պահելու։ Կամ այդ ինչ գործ է փոքր հողիմ գործը, օրս 6 ամիս է երկրծնեք, դուք չեք հասկնա ինչ կենեք։ Եվ միևնույն ժամանակ բոլոր քաղաքական ուժերին, ովքեր այսօր Գյումրիում մասնակցում են քաղաքապետի ընտրություններին, հորդորում եմ քաղաքական գնահատականով հանդես գալ այս դեպքի կապակցությամբ եւ դատապարտել ներկայիս պահի իշխանության գործունեությունը տվյալ անձանց հանդեպ, որոնք պահվում են շինց ու գործով քաղաքական տրտումներից ելնելով։ Սա է ձեր հետագայի տոմսը, ժողովուրդ նայեք, հետո անկեղծ խոսում եմ։ Հետո ձեր հանդեպ որ նույնը կիրառեցին, ես այդ վաղ կելնիմ խնդամ քսեմ տեսակ, եւ վաղտոր քսե ելեք խոսացեք, սաղը չեք խոսա։ Մեզ շեղնոր, հետո եսեք թե մեզ է կնեղեն, ինչի չես խոսա։ Գնացինք առաջ, այս նոր նախարարը մեր փայլուն մամ նախարար ունենք ներքին գործերի, Բարտակ Շինեսլերի ոստիկանության շարքերում, խոսանք դրա մասին ենք խոսանք, ելել է նոր օրենք կուզեմ մտցնել, որ քրեական ենթամշակույթ կրողներին կրնանանք ձերբակալենք։ То есть, այս ժամանակ, որ չեն կարողացել որ ամրապնդեն, որ կորեկով կողեկող չէ, կալանավորեն կամ չկալանավորեն։ Ախր մա ժողովուրդ, դուք խոմ աբսուրդ չեք։ Դուք կարող եք չեղյալ համարեք, պայքարեք այն օրենքների թե, որոնք որ դուք եք ընդունել։ Քրեական ենթամշակույթի այդ օրենքով գողի կուլտուրան ձևավորվել է սովետական միության ժամանակահատվածից։ Եթե չեք հիշեցնեմ, կար Բերեգիս ավտոմոբիլը, կինո կար, որտեղ որ Յուրի Տետեշկինը կերտա